Պարոն Բլեյան, մենք տեսանք, որ Միրզոյանը Միացյալ Նահանգներում է, արդեն ըստ էության գործնական փուլ է մտնում թրիփը։ Ընդհանուր առմամբ ինչ եք կարծում առաջիկայում ինչ զարգացումների սպասել եւ իսկապես գետնի վրա նաեւ աշխատանքներ կտեսնենք այդ իմաստով։ Դեռ օգոստոսի 8-ից առաջ, քանիցս հայտարարում ենք, ասում ենք, որ հենց Միացյալ Նահանգների նախագահի միջամտությամբ հնարավորություն կունենանք Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, հետո երբ տեղ ունեցավ օգոստոսի 8-ը, մենք ողջունեցինք, մեր կուսակցությունը ողջունեց այդ համաձայնությունը, թե երկկողմ Միացյալ Նահանգների, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Միացյալ Նահանգների վկայությամբ, եւ դրանից հետո մենք լսել ենք տարատեսակ կեղծ եւ սուտ կանխատեսումներ, երբեմն այդ կանխատեսումներն այնպես էին արվում, կարծես թե իրենք հենց այնտեղ Վաշինգտոնում էին, գիտեին, թե ինչ պետք է գրվի, իսկ հիմնական խոսքը գնում էր նրա մասին, որ սա հերթական միջանցք է, սա էլ է միջանցք, ինչ տարբերություն օգոստոսի 8-ի եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի, եւ փաստորեն 3 գիշերը ժամը 2-ին, այսինքն այսօր առավոտյան մեր ժամը 2-ի մեր ժամանակով մենք իմացանք, որ այդ բոլոր կասկածները հոդս ցնդեցին, փառատվեցին եւ հակառակը ավելի ինստիտուցիոնալ կերպով մենք տեսանք, որ թե ինչ ահռելի հնարավորություններ է բացում օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու համար։ Սա շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, թե Կապանում կարևոր չէ։ Ինքը իր վրա զգալու է օգոստոսի 8-ի դրական հետևանքները եւ կհամեմատի ամերիկյան ձևաչափով համագործակցությունը ռուսական ձևաչափով ճակերտավոր համագործակցությունները, որ մենք ունեցել ենք եւ առ այսօր ունենք։ Պարոն Բլեյան, ամեն դեպքում միս ու այրուն է ստանում թրիփը Միացյալ Նահանգներում, բայց էլի շահարկումները այդ իմաստով չեն դադարում Ռուսաստանի մասով, որ այս կերպ Ռուսաստանն է տարածաշրջանից գնում եւ նույն նոյեմբերի 9-ի 9-րդ այդքան չարչարված կետն է հիշատակվում։ Այսինքն ինչպես հասկանալ այսքանից հետո այդ շահարկումները եւ արդյոք դրանք ժամանակավրեպ չեն արդեն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին խոսել։ Գիտեք, այդպեսի ասացվածք բա չէ, ուրիշի համար փոսս փորում դու ես ընկնում այդ փոսը։ Ռուսաստանի Դաշնությունը առնվազն 2008 թվականից, երբ կնքեց Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության խարտիա, այդ ժամանակից նա արդեն իր վեկտորը փոխել էր դեպի Ադրբեջան, դեպի թյուրքական աշխարհ, ըստ իրենց այդ մշակած դուգինիզմի։ Եվ հետագայում արդեն բազմամիլիարդանոց դոլարների հասնող վաճառք տեղ ունեցավ ռազմաարդյունաբերությանը Ադրբեջանին, հետո տեղ ունեցավ 2018 թվականի քարոզիա պատերազմ, հետո 20 թվականի 44-րդ պատերազմ, եւ այդ այմնում ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը պարզապես հնարավորություն չի ունեցել ինչ-որ մի բան անել, այլ նա կնքահայերն է եղել այդ ամենի։ Այնինչ տեղ ունեցավ 20 թվականին 44-րդ պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության քավրությամբ եղել։ Եվ հետո արդեն հետզհետե նա իհարկե դուրս է գալիս, այո, նա դուրս է գալիս։ Եվ մենք կճանապարհենք սիրով, հետևից էլ ջուր կցփենք, այո, նա պետք է գնա այս տարածաշրջանից, որտեղ նա ձախողել է։ Նա ձախողել է։ Եվ այստեղ ոչ թե գալիս ինչ-որ մեկ այլ երկիր, այստեղ ձևավորում են այլ ինքնիշխան երկրները, որոնք իրենք են որոշելու, ում հետ համագործակցեն, ում հետ չհամագործակցեն, եւ մենք կհամագործակցենք այն երկրների հետ, ում հետ մենք ունենք շարերի համադրություն։ Պարոն Բլեյան, դուք էլի խոսեցիք Ռուսաստանի ձախողելու մասին, տեսեք օրերս եղավ Սոլովյովի հայտնի հայտարարությունը, որ Ռուսաստանը Հայաստանը իր շահերի գոտին է եւ ինչպիսի գործողություն, այսպես ասած, իրականացնում է Ուկրաինայում, նույն գործողությունը կարելի անել նաեւ Հայաստանում, որպեսզի իր տիրույթից Ռուսաստանը չկորցնի Հայաստանը, կենտրոնական Ասիայի մասին էր խոսում նաեւ Սոլովյովը, բայց այստեղ հետաքրքիր է, որ ներհայաստանյան որոշակի շրջանակներ, այդ թվում տիտղոսակիր ընդդիմությունը, սա որակեց որպես ռուսաֆոբություն, երբ որ իշխանությունները քննադատեցին, ասացին դուք զբաղված եք ռուսաֆոբությամբ, նույն եռանդով չեք պատասխանում Ադրբեջանին եւ Թուրքիային ու այսպես շարունակ։ Ինչպես հասկանալ Սոլովյովի հայտարարությունները, ինչի մասին են դրանք, դրանք պարզապես հայտարարություններ են, թե դրանք նաեւ գործողությունների ինչ-որ իմաստով պլան են եւ նաեւ այս շրջանակների արձագանքը։ Գիտեք, երկու ձևով պետք է մոտենանք, նախ դրանք նաեւ նյարդային ջղաձգումներ են, որովհետեւ Վենեսուելայում այդպիսի ապտակ ստանալուց հետո ընդ որում ոչ միայն Մադուրոյի ձերբակալությունը, այլ նաեւ ռուսական տանկերների
առգրավումը Միացյալ Նահանգների կողմից եւ հիմա էլ արդեն իրենք տեսնում են, որ Հայաստանը կարծես թե հեռանում է իրենց ձեռքերից, ինչպես իրենք են դա սիրում բնութագրել, իրենք արդեն ջղաձգումների մեջ են, բայց մենք չպետք է թերագնահատենք այն, ինչ իրենք ասում են, եւ այդ առումով մենք հարցեր ունենք տալու, թե ինչ է անում առ այսօր Գյումրիում 102-րդ ռազմաբազան, ումից է նա ուզում մեզ պաշտպանի, արդյոք Հայաստանի Հանրապետությունում կա մեկ գիտակից սթափ առողջ օյաղ քաղաքացի, ով հավատում է, որ ռուսական ռազմաբազան Գյումրիում կամ ավիաբազան Էրեբունիում, Երևանում, Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մեկից ոչ միայն ցանկություն է կամ մի վիճակի է պաշտպանել, իհարկե ոչ։ Հետևաբար իրենք հակառակ անվտանգային սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է ապառուսականացնենք թե հայ-իրանական սահմանը, թե հայ-թուրքական սահմանը, նամանավանդ որ մենք Իրանի հետ ոչ մի խնդիր չունենք։ Ումից են իրենք մեզ պաշտպանում, իրանցիներից։ Մենք խնդիր չունենք իրանցիների հետ, ոչ էլ թուրքերից են իրենք մեզ պաշտպանում։ Մենք պետք է ճանապարհորդենք իրենց հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններից, Գյումրիից, Էրեբունից եւ այդ տարածքները վերադարձնենք Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ տիտղոսակիր ընդդիմությանը, գիտեք, ես կարծում եմ իրենք բացահայտ ռուսական կամակատարներ են, իրենք չեն էլ թաքցնում եւ անպատկերացնելի է, որ իրենք սկսեն քննադատել այն պրոպագանդիստ լրագրողին, ով հրաման է կատարում իր վերադասից, եւ այդ բոլորն էլ ունեն նույն վերադասը, թե այդ ընդդիմադիրները, թե այդ պրոպագանդիստը ունեն նույն վերադիրը։ Պարոն Բլեյան, քանի որ ջղաձգումներից խոսեցիք նաև Սոլովյովի, նախ ինչպես հասկանալ նաև այդ ջղաձգումները, այսինքն ինչ է այնպես չէ, որտեղ է Հայաստանը, այսպես ասած, տրորել Ռուսաստանի շահը ժողովրդական լեզվով ասած, որտեղ ինչ որ բան չի համընկել, որովհետև մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ հապկից դուրս չի գալիս կամ այդ օրակարգը դեռևս չկա, ԵԱՏՄ-ում է Հայաստանը, ռուսական ռազմաբազան հանելու օրակարգ չկա, այսինքն ինչն է ջղաձգել, առջևում էլ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, մենք գիտենք հստակ ուժեր կան, որոնք պաշտպանելու են այդ գիծը կամ այդ շահը կամ Հայաստանը պատկերացնելու են ռուսական ծիրում։ Հիմա ո՞րն է խնդիրը։ Իրենք պարզապես հասկանում են, որ արդար թափանցիկ ընտրություններով չեն կարող վերարտադրվել բոլոր այն ուժերը, որոնց հետ իրենք հույսեր են կապում, թե նաև թրիփի մասով որոշակի այսպես ջղաձգումներ կան։ Ռուսաստանը հաշ չի այն երկրների հետ, որոնք սիրում են ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը դրել, որոնք սիրում են իրենց պետության քաղաքացիների մասին մտածել, որոնք մտածում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին, որտեղ շատ կարևորվում է մարդու իրավունքները, որտեղ շատ կարևոր է, որպեսզի քաղաքացին ավելի բարեկեցիկ ապրի, որովհետև Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտում գտնվող երկրները կամ քաոտիկ վիճակում են, կամ չկան այնտեղ մարդու իրավունքներ, չկա այնտեղ ժողովրդավարական ճանապարհով ընտրության հնարավորություններ, հետևաբար Ռուսաստանի շահերը Հայաստանում հակոտնյա են Հայաստանի Հանրապետության պետականության գոյության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության պետականության գոյության համար պետք է խաղաղություն Ադրբեջանի հետ, բաց սահմաններ Թուրքիայի հետ, ժողովրդավարություն, որպեսզի այստեղ նոր ընտրություններ լինեն, նոր իշխանություններ լինեն, նոր ընդդիմություն լինի, ընդ որում հայանպաստ, հայակենտրոն ընդդիմություն լինի եւ զարգացում լինի, եւ տնտեսական համագործակցություն այն երկրների հետ, որոնք Հայաստանը կորոշի ում հետ համագործակցի, ում է իրեն ձեռնտու, ում հետ մենք ունենք շահերի համադրություն։ Այստեղ սա ոչ թե ինչ որ, եթե իրենք ռուսաֆոբիա են անվանում, այստեղ էլ, չգիտեմ, ամերիկասիրություն է, եվրոպասիրություն, ոչ, այն երկրների հետ, ում մենք ունենք շահերի համադրություն։ Եվ այո, Միացյալ Նահանգների հետ այս կտրվածքով գոնե մենք ունենք շահերի համադրություն։ Եվ նույնը նաև եվրոպական միության մասն է։ Իսկ թրիփի մասով կփորձեն այնուամենայնիվ, պարոն Բլեյան, ինչ է կարծում, Ռուսաստանը նկատի ունեմ, կամ այլ ուժեր, երրորդ երկրներ խոչընդոտել կարող են եւ կխոչընդոտեն, ինչ է կարծում։ Մենք նաև վերջերս բավականին կոշտ արձագանք լսեցինք նաև Իրանի կողմից, Վելայեթին արտահայտվեց, որ դեռևս իրենց համար անհասկանալի է նախ Իրանում ինչպիսի զարգացումների սպասել եւ դա ինչպես կանդրադառնա նույն թրիփի գործընթացին, հայ-իրանական հարաբերություններին։ Իրանում հիմա այնպիսի խնդիրներ են, կարծում եմ իրենք հիմա դրա մասին չեն մտածում, ես կարծում եմ, որ Իրանում
երկու դրական սցենար կարող եք մենք ունենալ։ Մեկ սցենարը այն է, որ ռեֆորմիստական իշխանությունը նախագահ Փեզեշկյանի գլխավորությամբ կկարողանա համոզել այաթոլլաներին, որ իրենք գնան, հեռանան, այսինքն Իրանը կղերապետությունից վերածվի աշխարհիկ պետության, բացվի, ընդ որում նույն նախագահ Փեզեշկյանը մի քանի օր առաջ ասում էր, որ իրենք այնպիսի տնտեսական խնդիրներ ունեն, որ իրենք չգիտեն թե ինչպես տակից դուրս գան։ Հետևաբար լավագույն ձևը դա աշխարհին բացվելն է։ Այսինքն իրենց տնտեսությունը բացել աշխարհի հանդեպ, որպեսզի իրանցիք սկսի զարգանալ, որպեսզի տնտեսությունը այնտեղ սկսի զարգանալ։ Եվ սա մեր համար մի լրիվ այլ հնարավորություններ է բացում։ Այ որքան մենք ուրախացել ենք Թրիպի համար, մենք կարող ենք նույնքան կամ միգուցե մի բան էլ ավելին ուրախանալ, եթե Իրանը բացվի աշխարհին, եթե Իրանը չդիտարկվի արդեն որպես սպառնալիք միջազգային հանրության կողմից, որպեսզի սահմանը մեր աշխատի հօգուտ Իրանի, հօգուտ Հայաստանի, որպեսզի Պարսից ծոց ծեվծով տնտեսական միջանցքը մենք գործի դնենք, դե կներեք, իսկ Ռուսաստանը չի կարող որևէ առաջություն ունալ Թրիպի ձևաչափում, մենք ունենք երկաթգիծ, որը նա տնօրինում է, բայց այդ մասով անցնող, որը կկառուցվի երկաթգիծը չի պատկանելու հարավկովկասյան երկաթուղիներին, եւ ես հույս ունեմ, ընդհանրապես մենք հնարավորություն կգտնենք, որպեսզի մեկ օր շուտ լուծարենք այդ պայմանագիրը, որը Ռոբերտ Քոչարյանը իր վերջին նախագահության վերջին ամսում նվիրեց, զոհաբերեց Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ մենք պետք է ձև գտնենք, որպեսզի այդ պայմանագիրը չեղարկենք, որտեղ եթե մենք ուզում ենք իրապես ապաշրջափակում եւ նոր երկաթգծեր, դա Ռուսաստանի հետ մենք չենք կարող անել։ Եվ ես անապեր սպասում, թե ի վերջո որն է լինելու իրենց արձագանքը վարչապետի այն առաջարկությանը, որպեսզի երկաթգծերը թարմացվեն, կառուցվեն, դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, Հայաստանից։ Ես հույս ունեմ, որ դա պատրվակ կստեղծի, որպեսզի մենք գոնե այդ հատվածները վերադարձնենք Հայաստանի Հանրապետությանը եւ հետզհետե ընդհանրապես լուծարենք այդ պայմանագիրը եւ ինքներս տնօրինենք միջազգային այլ խաղացողների հետ, որոնք մեծ փորձ ունեն այդ առումով։ Պարոն Բլեյան, իսկ Սոլովյովի հայտարարությանը Հայաստանի պատասխանը համաժեք էր ըստ ձեզ կոպիրկինը կանչվեց ԱԳՆ, բողոքի նոտա ներկայացվեց, ինչ եք կարծում, դա համաժեք պատասխան էր։ Կարծում եմ լավ պատասխան է, մենք մի բան էլ ավել պետք է անենք, պետք է մեր մուլտիպլեքսից հանենք ռուսական այդ 3 հեռարձակվող ընկերությունները, ալիքները, որովհետև նախ իրենք գործում են մեր օրենսդրության հակասող տրամաբանության ներքո եւ հետեւաբար իրենք պետք է դադարեցվեն։ Բացի դրանից կարծում եմ այստեղ քրեական վարույթ նախաձեռնելու նաեւ հատկանիշներ կան, որովհետեւ սա կոնկրետ տերորիզմի մասն է։ Ահաբեկչություն է նա քարոզում եւ ընդհանրապես պետք է գտնել այն բոլոր մարդկանց, ովքեր որ սատարում են եւ երկրորդում են եւ տարածում են Սոլովյովին եւ ասում են այո, մենք սպասում ենք, եկեք, իրենք բոլորը հանցագործներ են։ Իրենք բոլորը կանչում են մեկ այլ պետություն, որպեսզի այստեղ ռազմական հանցագործություններ իրագործեն։ Եվ հետեւաբար մենք պետք է շատ լուրջ պետությունը պետք է տեղում լինի, պետությունը համը իրենք պետք է զգան եւ իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ փորձում ամփոփել, պարոն Բլեյան, վերադառնալով կրկին Թրիփին, քանի որ դուք ձեր խոսքը սկսեցիք նրանից, որ Թրիփը շատ մեծ դրական ազդեցություն է ունենալու առաջին հերթին Հայաստանի հայ ժողովրդի վրա։ Տեսեք, երեք պարոն Միրզոյանը խոսում էր 3 կարևոր կոմպոնենտների մասին Թրիփը, որ Թրիփը նախ կենտրոնական Ասիան կապելու է արևմուտքի հետ, այսինքն երրորդ երկրների հետ, Թրիփը Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ, ինչպես նաև Հայաստանն է կապելու տարբեր երկրների հետ, այսինքն դա այսպես մի գործառույթ չունի, Թրիփը այսպես միջազգային պրոյեկտ է, ինչպես բազմիցս դրա մասին խոսվել է, բայց ամեն դեպքում հանրության լայն շերտերը դեռ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը եւ որն է դրանից Հայաստանի օգուտները, որովհետեւ այստեղ գիտեք մանիպուլատիվ խոսույթներն են շատ, որ դրանից օգուտներ կարող են շահել բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանը, Թուրքիան, մնացած երկրները, նույն կենտրոնական Ասիայի երկրները, բայց միայն ոչ Հայաստանը։ Հիմա կուզեմ ավելի առարկայական խոսենք, թե որտեղ են օգուտները եւ ամփոփենք։ Շատ լուրջ, որովհետեւ ապատեղեկատվություն է տարածվում, ես կարծում եմ այստեղ նույնպես իշխանությունը իրավապահ համակարգը պետք է գործի, որովհետև գիտեք, ազատություն, խոսքի ազատություն, բայց երբ դու գործում ես պետության դեմ եւ քաղաքացու առողջության, հոգեկան առողջության դեմ, դա պետք է ինչ-որ արձագանքի արժանանա։ Նախ Հայաստանը որպես տարանցիկ երկիր սկսում է մաքսատուրքեր գանձել,
Նախ այն հանգամանքը, որ Ադրբեջանը երբևէ ցանկություն կունենա հարձակվել Հայաստանի վրա, գրեթե հոդս է ցնդում, որովհետև այնքան երկրներ են ներգրավված եւ իրենց համար պետք է այստեղ որպեսզի լինի խաղաղություն, որովհետև եթե լինեն կրակոցներ եւ այլն, այդ բոլոր պրոյեկտները, իսկ խոսքը միայն թրիփի մասին չէ։ Ով ասաց, որ միայն մեղրով պետք է անցնեն տարանցիկ ճանապարհները։ Այլ հյուսիսով կարող են անցնել, այլ միջինով կարող են անցնել, այո, ճիշտ եք ասում, միջինասիական պետությունները այդ 5 երկրների են ամբողջությամբ ներգրաված կլինեն այդ ամենի մեջ, մենք գիտենք, որ օգոստոսի 7-ից հետո այդ կենտրոնասիական 5 պետությունները գնացել են Սպիտակ տուն եւ հուշագրեր են բազմակողմ եւ երկկողմ ստորագրել եւ հենց նախագահ Թրամփն արդեն իր խոսքի մեջ այդ ելույթի ժամանակ մատնանշում էր եւ հղում էր անում օգոստոսի 7-ին ձեռք բերված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունների։ Ընդդիմության նաև այն խոսույթը, որ միջազգային բախման թատերաբեմ է դառնում Սյունիքը, որովհետև այդտեղ բոլոր երկրների շահերի բախում է լինելու, այսինքն մի կողմից իշխանությունները խոսում են խաղաղության խաչմերուկ լինելու մասին, ընդդիմությունն էլ ասում է բախում է առաջացնում, այդտեղ հետաքրքրություններ ունի Իրանը, Ռուսաստանը եւ այլն եւ այլն։ Իրենք նախ ընդդիմություն չեն, իրենք այսպես կոչված ընդդիմություն են։ Ես եմ ընդդիմությունը, մենք ենք ընդդիմություն, իրենք ընդդիմություն չեն, իրենք ընդդիմություն են պետականության, հետեւաբար իրենք այսպես կոչված ընդդիմություն են, դա շատ կարևոր է մատնանշել։ Դա էլ է խնդիրը, որտեղ հասարակության մոտ տպավորություն կա, որ եթե դու ընդդիմություն ես, պետք է բոբո լինես, պետք է անպայման ամեն ինչին դեմ լինես եւ քեզ չպետք է սիրեն։ Եվ իրենք գործում են այդ տրամաբանության ներքո։ Ոչ, հակառակը, Սյունիքը դառնում է ավելի կարևոր։ Օգոստոսի 8-ը եկավ թաղելու նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, իսկ 9-րդ կետը նոյեմբերի հենց նրա համար է, որպեսզի մենք Սյունիքը այլևս չունենանք, որպեսզի այնտեղ գան տեղակայվեն ռուս սահմանապահները, ինչպես դա տեղի ունեցավ Լաչինում, հետո ինչ-ինչ էկոակտիվիստներ կամ մեկ այլ սցենար մշակեն, գան եւ փակեն սահմանը, ադրբեջանցիները, ռուսներն ասեն մենք բան չեն կարող անել, դրա փոխարեն ինչ-ինչ այլ օգուտներ իրենք կստանալ Թուրքիայից կամ Ադրբեջանից, ինչ որ բարտեր գործարքների կգնան, եւ մենք կկորցնենք Սյունիքը, հետո էլ մենք արդեն տարիներով պետք է տարբեր միջազգային ատյաններով փորձենք վերադարձնել Սյունիքը։ Դա տեղի չունեցավ, եւ ես շնորհավորում եմ բոլորից, որ Սյունիքը մնաց մեզ, եւ բացի դրանից Սյունիքը ավելի ուժեղ է դառնալու, քան էր։ Եվ օգոստոսի 8-ը հենց դրա համար է, որպեսզի Սյունիքը լինի ավելի կարևոր, ավելի աշխարհագրական կենտրոն է դառնում Սյունիքը։ Ռազմավարական առումով շատ կարևոր է, ընդ որում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ Թրիպը լինելու է նաև օրինակ միջազգային հանրության համար, թե ինչպես կարելի է օրինակ երկու հակամարտող երկրներին բերել կառուցողական դաշտ եւ տնտեսական հնարավորությունների դեպքում իրենք սկսեն համագործակցել։ Սա շատ լավ օրինակ է։ Այդ ընդդիմությունն այսպես կոչված, ես չգիտեմ ինչից են իրենք խոսում։ Ինչից են սրտնեղած։ Ինչ են սրտնեղել։ Իրենք սրտնեղել են, որտեղ իրենք տապալել են իրենց գործառույթը, իսկ իրենց գործառույթը Հայաստանի Հանրապետության ներսում մեկ այլ կոնֆլիկտ ստեղծելն էր, որը չի ստացվում եւ չի ստացվելու, եւ իրենք հեռանալու են։